Երբ թերուս պատուհասը որոշել է մեր պատմությունը սրբագրել Բաքվի եւ Անկարայի խմբագրությամբ, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի համարձակությունը գիրք նվիրել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին Բաքվում հայերի կոտորածների մասին հավասարվում է ուշադրություն, մահապատժում, պաշտոնանկություն ընդամենը մեկ գրքի համար։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյանը, որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Գրքերը դարձել են վտանգավոր, Արցախ բառը ընդհանրապես արգելված է, իսկ ճշմարտությունը համարվում է սադրանք։ Ինչու՞։ Որովհետև Անկարայից հրահանգն այդպիսին է։ Մոռացեք, որ ապրել եք, որ պայքարել եք, որ գոյություն ունեք։ Եվ այս խմբակը ջանասիրաբար կատարում է այդ հրահանգը, մեզ մատուցելով դա չակերտավոր ապագայի փաթեթավորման։ Հետաքրքիր է, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ինչ է կանելու։ Այն չէ, որ ամբողջ աշխարհին գոռում է մեր ցավի ու պատմության մասին։ Դա էլ է հակասում ձեր թրկահաճո քաղաքականությանը։ Ում եք հեռացնելու պաշտոնից այդ դեպքում։ Հուշահամալիրը։ Թե սպասում եք վերջնական հրահանգին, որ չակերտավոր խաղաղության ու եղբայրության համար բուլդոզերներով մտնեք Ծիծեռնակաբերդ, որ հանկարծ ձեր սիրելի թուրքը չտեսնի ու չնեղանա։ Եթե մենք չլինենք, խաղաղություն չի լինի, ասում են այս թուրքահպատակները։ Ուղենք, եթե դուք չլինեք, չի լինի հայ ժողովրդի հիշողությունը կացնահարողը, չի լինի Արարատը մեր զինանշանից պոկողն ու մեր պատմությունը խեղաթյուրող ջնջողը, Թուրքի առաջ ծնկի եկողը։ Սրանք ուզում են բերել մի չակերտավոր խաղաղություն, որտեղ հայից մնալու է միայն անունը առանց ինքնության, առանց հավատքի ու առանց հայրենիքի։ Բայց պատմությունը ունի մի հատկություն։ Այն չի ջնջվում որևէ մեկի հրահանգով։ Գրքերը կարելի է արգելել, մարդկանց հեռացնել աշխատանքից, բայց հայի գենետիկ հիշողությունը միշտ կենդանի է մնալու։ Մեկնաբանություններում գրեք, ինչպես կկոչեք հայոց պատմությունն ուրացողին։